Օրհնյալ լինի Հիսուսը։ Մենք աղոթներ պետք է անենք մանուկների, պատանիների համար, սիրելիներ։ Բայց այդ աղոթքից առաջ, բայց հոժարություն կա աղոթելու։ Մենք բոլոր պատանիներին, մանուկներին գրավիրենք առաջ, վերջնամասում ու եկեղեցով միասին աղոթք կանենք, հանձնելով իրանց Տիրոջ պահապանությանը, Տիրոջ շնորհքին։ Թե ինչ ասպասելու գալտարի Տերը գիտի, բայց որպես նախորոք իմաստ տալու համար եմ ասում, սիրելիներ։ Ցանկալի է եկեղեցին այդ պրակտիկան օգտագործի իր զավակների համար։ Ամեն ծնող իր զավակին էլ է ուզում պաշտպանած լինի, պահած լինի, օրհնած լինի։ Եկեղեցին էլ ունի իր զավակները ու պարտավոր է անի, սիրելիներ։ Ու դա արդար է, Տիրոջ առաջ ընդունելի է։ Բայց աղոթքից առաջ, սիրելիներ, մի բան եմ ուզում փոխանցեմ։ Թե մաղթանք, թե որպես Տիրոջից, Տիրոջ սրտից դրված խոսք, թե մաղթանք, թե Տիրոջից դրված խոսք։ Այն ինչ որ ասում եմ որպես հետիններից առաջինը։ Ասում եմ ոչ թե որպես հասած, ասում եմ որպես հետևից վազող մեկը։ Թե ցանկանում եմ իմ համար, թե մաղթանք, որպես թե եկեղեցու համար։ Մի արտահայտություն կա Սաղմոսում, բանավոր եմ ուզում ասեմ, Տեր ասեց. «Երանի իմ ժողովուրդս ինձի մտիկներ»։ Ցենց արտահայտություն կա։ Երանի իմ ժողովուրդս ինձի մտիկներ։ Լիքը խնդրեմ ունենք, սիրելիներ, եկեղեցին էլ ունի խնդիրներ, մենք անհատներս էլ ունենք խնդիրներ։ Ու այդ ամենամեծ խնդիրները արտահայտվում են նաև այս խոսքերով։ Սիրտս չի կպնում սրա վրա, սրան հազիվ տանում եմ, չեմ կարում սիրեմ, այս բարդ հարցերը սիրելիներ, մարդ հարաբերության մեջ, որը եկեղեցում է, որը դուսն է։ Միգուցե ընտանիքում չգիտես որտեղ է, բայց այդ ներսի արկայությունը սենց սարի պես կանգնած է, ոնց որ ասի, ես քո հետ գալու եմ, այս սրանք մնալու են իրանց տեղերում, սրանց սիրտդ մի կպցրա, սրանց այդքան էլ մի սիրի, բայց հեռվից, բայց էլ հարց է։ Ես ցանկանում եմ սիրելիներից ու մեզ բոլորիս եկեղեցուն համել որպես ուղերձ, կարդալու եմ այդ տեղը, որը գրված առաջի Թագավորաց 18-ի մեջ, առաջի Թագավորաց 18-ի մեջ։ Ինչն է ցանկությունը։ Ես ցանկանում եմ եկեղեցուն ու ինձ, որ մենք կարողանանք լսենք Տիրոջը։ Կարելի է ասել, դե, եղբայր ջան, դու ես լուրջ բաներ չես ցանկանում, բայց կարևոր բան է։ Ես պիտի կարդամ մի տեղ, որը այդ մի փոքր բանը, թոտերաների, որ կոչում են փոքր, թե ինչ հարցեր է լուծում։ Ես պիտի կարդամ այս մանանեխի հատիկի տեղը, որ երկու սիրտ կպցրեց իրար։ Եթե կա զալում երկու հոգի, կամ մի հոգի, որ սիրտը չի կպնում դիմացինին, սիրտը չի կպնում, կամ էլ իր սրտում ասում է, ես այդքան էլ չեմ սիրում, Տերը հոտենում է։ Ես հիմա այդ տեղն եմ կարդում, ինչ կատարվեց այդ միջավայրում։ Առաջի Թագավորաց 17-ի վերջը, 18-ի սկիզբը։ Դավիթը Գողիաթին հաղթել է, գալիս է բանակ։ Երբ Սավուղ Դավիթը տեսավ, որ փղշտացին դեմ ելել է իր զորավարին, Աբեներին ասավ. «Ով Աբեներ, այս պատանին որուն տղան է»։ Եվ Աբեները ասավ. «Կենդանի է քո անձդ, ով թագավոր, որ չեմ գիտեր»։ Թագավորը ասավ. «Հարցուր թե այս պատանին որուն տղան է»։ Երբ Դավիթ փղշտացին մերցնել են ետքը դարձավ, Աբեներ առավ զանիկա ու Սավուղին առջև տարավ ու փղշտացի գլուխը անոր ձեռքն էր։ Սավուղ Սավանոր, որուն տղան ես դու։ Պատանի։ Եվ Դավիթը ասավ. քո ծառատ Բեթլեմացի Հեսեի տղան եմ։ Կարդում եմ 18-ի սկիզբը։ Երբ Սավուղի հետ խոսիլը լմնցուց, Հովնաթանի սիրտը Դավիթի սրտի հետ կապվեցավ։ Ու Հովնաթան իր անձին պես սիրեց զանիկա։ Իր անձի պես սիրեց զանիկա։
Հովնաթան իր վրային վերարկուն հանեց և զանիկա իր հանդերձները մինչև իսկ իր սուրը, աղեղը, գոտին Դավիթին տվավ։ Ես կարճ խոսքն եմ ուզում կարդալ և նորից թարմացնեմ իմ այն ուղերձը, որ Տերը դրել է սրտիս փոխանցելու համար։ Եկեղեցին այսօր պրոբլեմ ունի լսելու, ինքը չի կարող լսի։ Ես մտքով գնացի 98 թիվը կոնֆերանս եղավ Հայաստանում, սիրելիներ, կոնֆերանսին նստած էին եղբայրներից, ավագներից, Ռուսաստանից եկած, որոնք 25 տարի, 20 տարի դատված էին հավատքի համար, առաջի կոնֆերանսն էր Հայաստանում։ Նստած են առաջի շարքում, ու իմ հայացքը բռնեց իրանց լսելիքը, ասի հələ նայեմ տենամ, իրանք ոնց են կարում լսեն իրանցից ոչ դատված, կամ կարճ դատված, կամ ընդհանրապես չդատված եղբայրների քարոզները։ Ինձ զարմացրեց իրանց լսելիքը, որ կարում են լսեն, սիրելիներ։ Ու հիացնում է որդուն պահը։ Փարիսեցին գալիս է որդուն ասելու, թե որ պատվիրանն է մեծ, ու ներկայացնում է, որ պատվիրանն է մեծ, ու Տերը ասում է լսեց, որ փարիսեցին ասեց, ազնիվ խոսեցիր, հետաքրքիր է չընդհատեց, կարացավ լսի մինչև վերջ, կարացավ լսի, ով լսելու ականջ ունի, ով լսելու ականջ ունի, սիրելիներ։ Ինքեսի ասեց իրա եկեղեցուն 7-ին հայտնության գրքում երկու բան, հաղթի ու լսի, ով լսելու ունի, ականջ թող լսի եւ ով որ հաղթի։ Երկու բանը հիմնականում թող է, բացի խրատական խորհուրդը, եւ այսօր վերջացնելով իմ խոսքը ձևավորելով ուզում եմ մաղթեմ եկեղեցուն լսելու ականջ ունենանք, որ կարանանք լսենք Տիրոջը, մեկ կարանանք լսենք Տիրոջից հետո մեկս մեկու։ Հերիք էր Դավիթի խոսալու ժամանակ Հովնաթանը լսեց իրան։ Մի հատ հրաշք կատարվեց, սիրտը կպավ։ Գիտես քո սիրտը խի չի կպնում, ներվայնանում ես, դու մինչև վերջ չես կարում լսես, դու չես կարում համբերես այդքան։ Դու ասում ես ներվերս չի հերիքում, չկա լսելու ականջ, բայց որ լսես մինչև վերջ, սիրտդ կկպնի։ Տերը սենց խոսք ունի, նայեցեք, թե ինչպես կլսեք, ինչպես կլսեք, ոչ թե լսեք, ինչպես կլսեք, այս խոսքերը որդու խոսքերն է, սրանք ծնում են, и прилепился сердце Иоаннафана к сердцу Давида, прилепился, կպավ, սիրտը չի կպնում սրան, դու եբ ես կարում լսես միջև վերջ, են էլ ընենց լսեմ, Сирта копав, серекав, и полюбил его, как свою душу. Это сирта չի կպնում, ոնց կսիրես։ И отдал Иоаннафան, բայց որ սիրես Իոաննաֆան отдал, ինչ տվեց, սուրը տվիր, գոտին տվիր, նիզակը տվիր, շորերը տվիր, սերը չի պահում իրեն, ասելու թե ես ինձի պետք կգա մի օր, եթե սիրտդ կպելա Տիրոջը, դու քո համար ոչինչ էլ չես պահում, սաղ կտալիս ես, բայց եսի անումա լսելը, խոսալուց հետո Դավիթի լսելու ժամանակ, այս հրաշքը կատարվեց, ցանկանում եմ մեզ բոլորի սիրելիներ, կարանանք լսենք Տիրոջը ու մեկս մեկու, որ տեսնենք հրաշքը սրտերի մեջ ու երևույթով, Տեր օրհնի մեզ, կանգնենք ոտքի սիրելիներ, հրավիրենք պատանիներին թող գան, մանուկներին թող գան, վերևներն են թե ներքևները, կանչենք թող գան պատանիներն, մանուկները, եղբայրները թող աղոթեն